Ոնց եք երեխեք, այսօր մանկապարտեզն եք ձեր ցույց տալու։ Այո։ Հա, գնանք պտտվենք իրար հետ։ Խաղում եք ստեղ։ Այո։ Երկու հատ բակում։ Այս կողմն էլ ունենք։ Հա, այս կողմն էլ է սիրուն Միլան, հələ։ Դուք որ կողմում եք խաղում։ Այս կողմն խաղում։ Դե եկեք գնանք հələ մնացածը ցույց տվեք։ Գնացինք։ Սա ձեր խումբն է։ Դե ձեզ ուրախ ժամ են, երեխեք։ Այս կողմը ճաշարանն է։ Համով են ճաշիկները, մոնթե։ Այո։ Հա։ Դու ինչն ես սիրում Միլան։ Կոլոլակով ճաշ։ Կոլոլակով ճաշը։ Իսկ դու մոնթե։ Կոլոլակով։ Հա, կոլոլակով ճաշը չեմպիոն է ոնց որ։ Եվ կաղամբով աղ։ Այս է լա խումբ։ Սա հաջորդ խումբն է։ Սա պուճուրիկների խումբն է։ Ամաչում են։ Ինչ սիրուն է սանդեսների դալիճը։ Ուհ։ Տեղն էլ բեմն է։ Իսկ դու ինչ համերգ ես ունենալու։ Բելա չաո։ Իտալերեն երգը։ Չէ, հա։ Հա, էդ։ Բելա չաո։ Ես մինչև վերջ իմ փոքրիկ նավակը գիտեմ։ Հա, հանդեսին դու իմ փոքրիկ նավակն ես երգել։ Հա, ես էլ գիտեմ, գիտես։ Աշեցիք։ Սո, հաղթեցիք դու։ Բայց ես դրսի խաղերը ինձ ցույց չտվեցիք, է։ Այս դրսի խաղերը գնանք ցույց տալ։ Ու, ինչ էլ արագ ես գնում, Միլան։ Всё, գնացինք ներս երեխեք։ Այս տարի ունենք շատ հագեցած ծրագիր, ճանաչված հյուրեր, թե ժյուրի կազմում, թե այլ գործընկերներ, ովքեր որոշել են ներկա գտնվել, եւ սիրով պետք է ասեմ, որ Ոսկե Ծիրան Երևանյան կինոփառատոնը համաշխարհային կինոպրոդյուսերների ասոցիացիայի ֆեդերացիայի կողմից պաշտոնապես 5000 աշխարհում գոյություն ունեցող կինոփառատոներից մենք ընդգրկվել ենք լավագույն 50-ի մեջ։ Արդեն 23 տարի Երևանյան Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը համախմբում է հայ եւ արտասահմանյան կինոարտիստների եւ կինոսերների, միավորելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։ Այս տարվա հանդիսավոր մեկնարկը տրվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 23-րդ փառատոնը Ոսկե Ծիրան հայտարարել բացված։ 5 տարի անընդմեջ հանրահայտ կինոփառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, որը մեծապես կարևորում է դրա դերը մայրաքաղաքի կրթամշակութային կյանքի զարգացման գործում։ Փառատոնն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Ոսկե Ծիրան կինոփառատոնին այս տարի ներկայացվել է շուրջ 600 հայտ աշխարհի 90 երկրից, որոնցից ընտրվել են լավագույն 90 ֆիլմերը 40 երկրից։ Շատ ուրախ ենք, որ մեկնարկեց, շատ բարձր ներկայացուցչական մակարդակով, հարյուրավոր հյուրերով արտասահմանից, լավագույն արվեստագետներով ամբողջ աշխարհից եւ հուսանք, որ այդ նշած զողը, որ ժամանակին ստացել ենք մեր համահիմնադիրներից, շարունակում ենք բարձր պահել, ինչպես նաեւ ընդհանրապես Հայաստանի եւ
մայրաքաղաք Երևանի մշակութային պատիվը։ Մրցութային ծրագրերի գլխավոր ժյուրիների կազմում են ժամանակակից կինոյի վառ ներկայացուցիչներ Ջեսիկա Հաուսներն ու Մահմուդ Քալարին։ Երևանյան կինոտոնի ընթացքում ելույթով հանդես կգա նաև աշխարհահռչակ երաժիշտ Իբրահիմ Մալուֆը։ Դե իսկ Ոսկե ծիրան 2026-ի հատուկ հյուրն է ֆրանսահայ անվանի դերասան եւ դրամատուրգ Սիմոն Աբգարյանը։ Պետք է մեր պատմությունը հասկանանք, մեր մշակույթը, մեր բայկարը, արդեն մշակույթը մեր բայկարի հետ է խրջված։ Ինչ ասեմ, հայերեն լեզվով ֆիլմեր անենք, դուրս անենք, այլասերը թողնեն մեր արվեստը, մեր դահանները։ Կինոփառատոնի պաշտոնական բացումը կայացավ կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությամբ։ Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը հայ հանդիսատեսին հնարավորություն կտա ծանոթանալու հայ եւ համաշխարհային ֆիլմերին։ Այն կշարունակվի եւս մեկ շաբաթ եւ կեզրափակվի հուլիսի 19-ին։ Բարձր տեխնոլոգիական գործիքակազմի միջոցով անվտանգ բժշկական օգնությունը զարգացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից շարունակվում է համայնքային բուժհաստատություններն արդիականացնելու եւ դրանք նորագույն սարքավորումներով համալրելու գործընթացը։ Այդ բուժհաստատություններից մեկն էլ Նոր Քմարաշ բժշկական կենտրոնն է, որի միջամտական սրտաբանական ծառայության համար բոլորովին վերջերս ձեռք է բերվել վերջին սերնդի անգիոգրաֆ սարք։ Պարոն Ադամյան, մեր վերջի անգիոգրաֆիկ սարքը, որ ձեռք ենք բերել, որ թվականին է եղել։ 17 թվականի վերջ, 18 թվականին դերադրվել է։ Ես գիտեմ, մի հատ էլ անգիոգրաֆիկ սարք ունեմ, դրա ծագումը 2011 թվականին էր։ Փոխարինեցինք նորով։ Ձեռք բերված նոր անգիոգրաֆ սարքի միջոցով կորոնարոգրաֆիկ հետազոտություն անցած առաջին բուժառուների դերը ստանձնել էին Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն ու քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։ Սրտաբանական միջամտության ընթացքում բուժառուի եւ բուժանձնակազմի առողջությունը պահպանելու համար ճառագայթային ազդեցությունը հասցված է նվազագույնի։ Նոր սարքավորումն օժտված է այլ լայն հնարավորություններով եւս։ Ահա եւ սարքը վերջի սերնդի անգիոգրաֆն է։ Ինչը մեզ հնարավորություն է տալիս շատ բարձր վիզուալիզացիայով կատարել անգիոգրաֆիկ հետազոտություններ, ներսրտային միջամտություններ։ Բարձր վիզուալիզացիան շատ կարևոր հանգամանք է նաեւ գեր հիվանդների համար եւ շատ լավ վիզուալիզացիա է տալիս նաեւ փոքր տրամաչափի զարկերակների գործողության համար, որը որ ավելի անվտանգ է դարձնում մեր միջամտությունները։ Սարքը նաեւ ունի եռաչափ պատկերավորման հնարավորություն, որը որ շատ մեծ հնարավորություն է տալիս ճշգրիտ չափումների եւ պլանավորված միջամտությունը ճիշտ կազմակերպելու համար, որը որ շատ կարևոր է եւ մանկական միջամտություններ, ինչպես նաեւ կառուցվածքային սրտի արատների գործողությունների ժամանակ։ Բացի այդ, վերջին տարիներին Նոր Քմարաշ բժշկական կենտրոնը համալրվել է սրտաբանական ինտերվենցիոն բժշկության այնպիսի գերժամանակակից սարքերով, որոնց կիրառելիությունը ոչ միայն զարգացնում է տվյալ բժշկական ուղղությունը, այլև բուժառուների համար ավելի հասանելի է դարձնում անվտանգ բժշկական միջամտությունը։ Մենք այս տարի որոշեցինք նաև ավանդական մեր քաղաքացիներին նշելուն համատեղ համերգային ծրագիր իրականացնել հեն Հանրապետության հրապարակում, տեսնում եք, մեծ բեմ ենք հավաքել եւ այստեղից հնչելու են սիրված երաժիշտների, կատարողների երգերը։ Ընդհանուր առումով տեսնում եք, շատ հետաքրքիր միջավայր է, ունենք սննդի կետեր, հատուկ վազքուղի եւ առանձնացված նաեւ բանկական գոտի Երևանի 2750 ամյակի այգում, այնպես որ ոնց տեսնում եք, ոչ ոք չոր չի մնալու այսօր եւ կարծես թե արդեն բոլորը թրջվել են։ Շատ լավ է, շատ ուրախ։ Հուսով եմ բոլորը ուրախանում են, լավ է անցնում։ Տրամադրությունը շատ լավ է անցնում։
Впечатление просто потрясающее. Мы приехали с Краснодара, и это самый лучший день, который может быть. Вообще супер. Այսպիսի տոն դեռ մենք չենք ունեցել։ Մենք նույնպես փոքրիկի հետ փորձել ենք մոտենալ, մասնակցել այս հիանալի տոնին։ Я первый раз здесь просто нереально круто, просто все проходит замечательно. Առաջին անգամ եմ Վարդավառը նշում հրապարակում եւ շատ հավես է։ Впечатление шикарное. Все отлично. Այսօրվա համար ենք եկել, որ այսօր ստե ներկայանայինք։ Շատ լավ, Վարդավառը ամենաուրախ տոնն է մեր համար. Я впервые на Вардаваре, я наполовину армянка и впервые вот в Армении. Это здорово на самом деле, что есть такие праздники. Они как-то сплочают, что ли, людей. Շատ գիտենք Վարդավառը, օրը մենք եկել ենք Վարդավառի համար։ Очень нравится. Я была на Вардаваре в 23-м, и вот в этом году сейчас веселее. Լավ անցավ շատ։ Ջերվանք լիքը։ Настроение крутое, все веселые, все открытые, добродушные. Սա ամենավառ տոներից մեկն է Վարդավառը։ Շատ շնորհակալություն քաղաքապետարին, որ sense մեծ մասշտաբի կազմակերպել այս ամեն ինչը ու տարեստարի ավելի լայնամասշտաբ է դառնում, այնպես որ հիանալի ամեն ինչ շարունակեք նույն ոգով։ For my first time in Armenia, I'm so excited to be part of this show, enjoy this party. It's gonna be amazing. Այսօրը կարծում եմ, որ շատ հաճելի տոն է Հայաստանում։ Այսօր առավոտ որ արթնացա, մարդիկ շփվում են, մի տեսակ բոլորը ավելի շատ միավորվում են։ Ուրախ նոտայի վրա, այնպես շատ ուրախ եմ։ Քաղաքապետի համար 118 հանձնարարագրի հիման վրա այսօր պետք է իրականացնենք հսկողություն ձեր առևտրային օբյեկտում Քորքուրում։ Առևտրի ծառայության մասին օրենքով սահմանված պահանջների պահպանված լինելու հանգամանքը պարզելու համար։ նոյեմբեր 2025 թվական 6 ամիս։ Հաստատի ժամկետը անց է եւ դիտարկման ժամկետը անց եւ սուբյեկտը իրավունք չունի նմանատիպ ապրանքը տեղադրել եւ վաճառել։ Տեսականի ժամկետը 0207 2026 թվականին այսօր արդեն ամսի 10-07 ձգնատեսականի ամսաթիվը արտադրված է 27/02/2026 ուժի մեջ է մինչև 27/06/2026 Պիտանիության ժամկետը անց է, որը փաստացի խնդիր է առաջացնում Վիվորենսգրքի 157-րդ հոդվածի առաջին մասով։ Տոպրակների պետք է լինի 50 եւ ավելի միկրոն։ Հիմա կստուգենք մի քիչ խորքային։ Շեք 0046 Գործադիր տնօրենի կամ լիազորված անձին, պարտադիր լիազոր ագրով պետք է ներկայանա բյուզանդի 1 կոտորակի 3 շենք 7-րդ հարկ կքննարկենք այն ամեն ինչի ինչ որ մենք հայտնաբերեցինք, այն խախտումները կներկայացնենք
մեր դիրքորոշումը եւ հաստատեցի թե առարկությունները կազմի համապատասխան արձանագրություն եւ արդեն շարունակական գործընթացը կտեղափոխվի քաղաքապետարանի իրավաբանական վարչություն գործերի քննության բաժին։ Կա հարցեր, որոնց ես անհանգստացնում եմ եւ տանք բարձրաբանում։ Շատ լավ։ Փորձել ենք ձեզ շատ չանհանգստացնել, մեզ էլ ուներեք, շարունակեք ձեր գործունեությունը, ձեզ հաջողություն եք մաղթում։ Հուզական աջակցության թեժգից, ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Երևանցու համար ծառը պարզապես կանաչ չէ, դա ամառային արևից պաղստվեր է, մանկության հիշողություն, մաքուր օդ, բայց կան բաներ, որոնք մնում են աննկատ, Երևանի թեղիները հիվանդ են, նրանց ներսում հենց բնի մեջ հազարավոր նեմատոդներ են, փոքրիկ որդեր, որոնք սնունդ են քաշում ծառից կամաց թուլացնելով այն։ Երբ ծառը կորցնում է իր դիմադրողականությունը, սկսվում է հաջորդ փուլը՝ թեղու, տերևակեր եւ միջատների հարձակում։ Նրանք ոչ միայն կերակրվում են տերևներով, զգալի կրճատելով տերևային զանգվածը, այլև ներթափանցում են տներ, առաջացնելով ալերգիկ եւ այլ խնդիրներ։ Այո, հաճախ հարց է հնչում, ինչու չեք բուժում։ Քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը նշանակում է թունավոր նյութեր եւ ռիսկեր մարդկանց համար։ Այն անվնաս չէ եւ չի հանգեցնում ձեր եւ իմունիտետը կորցրած ծառերի առողջացմանը։ Մենք փոխարինում ենք հիվանդ ծառերը դիմացկուն եւ ֆունկցիոնալ տեսակներով։ Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը։